Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են ապրիլ ամսվա տվյալներով կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531,038 կենսաթոշակառու և նպաստառու։ Հետվճարի միջին չափը կազմել է 8080 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 445,8 միլիարդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 միլիարդ դրամ հետվճար։ Հիշեցնենք, որ կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար, մինչև 10,000 դրամի չափով։ Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով։ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ծանր մեքենաշինության ոլորտների զարգացման բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության մասին համաձայնագրին։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 5-ին։ Այն նպատակաուղղված է տվյալ ոլորտում ներգրաված ԱՊՀ երկրների ձեռնարկությունների միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Կառավարությունում համոզված են համաձայնագրի իրագործումը բարենպաստ պայմաններ կստեղծի շահագրգիռ պետական մարմինների, արդյունաբերական ձեռնարկությունների և տվյալ ոլորտի կազմակերպությունների համագործակցության, արտադրության մեջ գիտատեխնիկական նվաճումների ներդրման ու կիրառման, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաջմղման համար։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունում 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։ Արդեն իսկ կնքվել են շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամի բյուջեով կապալի պայմանագրեր և ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրատեխնիկական սարքավորումների և նյութերի ձեռքբերման պայմանագրեր։ Այս մասին տեղեկացնում են ՀԵՑ-ից։ ՀԾԿՀ-ի կողմից հաստատված ՀԵՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 միլիարդ ՀՀ դրամ։ 2026 թվականի ներդրումային ծրագրի շրջանակներում այսօր արդեն հայտարարվել է Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի, ավելի քան 1500 շքամուտքերի, տնտեսությունների վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ։ Մրցույթն իրականացվելու է 7 լոտերով, որոնք ընդգրկում են թե Երևանի մի շարք վարչական շրջաններ և թե Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի խոշոր քաղաքներ և բնակավայրեր։